մենք գնում ենք դեպի պատերազմ, քանի որ այս խումբը դեռ մնում է իշխանության։ Մենք գնում ենք դեպի պատերազմ, քանի որ այս խումբը անընդհատ զիջում է, մեր պետությունը քանդում է ներսից, մեզ տանում է նոր եւ նոր կապիտուլյացիա եւ մեր թշնամու ախորժակը գրգռում է։ Պատերազմ լինելու է այս խմբի պատճառով, մինչեւ այն թուրք-ադրբեջանական հեղաշրջումը, որը եղավ 18 թվականին, ես միանում եմ իմ շատ լավ ընկերոջ Էդգար Ղազարյանի սահմանմանը, սա ուղղակի բան էր, հեղաշրջում էր կազմակերպված Ադրբեջանի Թուրքիայի կողմից եւ Արևմուտքի կողմից։ Դրանից առաջ մենք ապրում ենք խաղաղ ապահով, այո, կային որոշ թերություններ, բայց մեր եւ առաջի եւ երկրորդ եւ երրորդ նախագահները միշտ փորձել են նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց մեզ ծնկի բերելու։ Դեր հետ խաղաղություն են հաստատում, երբ ձեզ հարգում են։ Երբ որ դուք ձեզ պահում եք վախկոտ անինքնասեր փողոցից եկած խմբի պես, նրանք անընդհատ առաջ են գնալու եւ տեսնելով որ դուք անընդհատ զիջում եք եւ դուք վախկոտ եք եւ անինքնասեր եք, գնում եք նստում եք իրենց գոքին, երբ որ նրանք 5000 հայ տղա են սպանել։ Դրանից հետո նրանք ել ավելի ագրեսիվ կդառնան։ Իսկ իրենց վերջնական նպատակը նույնն է, ինչ որ եղել է 20 թվականի պատերազմին, 100 տարի առաջ, 150 տարի առաջ Թուրքիան ուզում է կառուցել իր մեծ արևելյան Օսմանյան կայսրությունը, ինչպես միշտ դրա համար պետք է բնաջնջել հայերին։ Թուրքիան անել է միայն նույն բանը եւ Արևմտյան Հայաստանում, եւ Կիլիկիայում, եւ հիմա Ղարաբաղում ցավոք սրտի ներքին թշնամիների եւ դավաճանների օգնությամբ։